Ես Գայնե Աբրահամյանն եմ, մեդիա կենտրոնը նորաստեղծ հարթակ է, որի նպատակն է աջակցել լրատվամիջոցներին, ընտրությունների լուսաբանման գործընթացում եւ հետընտրական ընթացքում եւս, եւ այսօր մեր շարունակում ենք մեր հետընտրական քննարկումների շարքը եւ այսօր անդրադառնալու ենք տնտեսության խնդրին։ Ընդհանրապես ընտրությունների գործընթացը կարծես մի փոքր դանդաղեցնում է ներդրումների ընթացքը, կարծես բոլորը սպասում են, թե ինչ կլինի ընտրություններից հետո։ Ինչ է կարծում այս ընտրություններից հետո ինչ ընթացք է սպասում, առավել ևս որ կարծես թե հետընտրական գործընթացներ են որոշակի նախադրյալներ, նախանշվում են որոշակի նախադրյալներ։ Մեր հյուրերն են այսօր մեդիա կենտրոնում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։ Շնորհակալ եմ եւ թերևս անցնենք առաջին հարցին։ Պարոն Սաֆարյան, ինչ եք կարծում, ինչ ենք սպասում հետընտրական Հայաստանում տնտեսությունը ինչ զարգացումներ կունենա։ Քանի որ հետընտրական այս իրադարձությունները բուռն կերպով զարգացումներ են ունենում կապված ընտրված նախագահի եւ երկրորդ տեղը զբաղեցրած տեխնացուի միջև բանակցությունները այսօր կարող է ամփոփվեն եւ ավարտվեն, այդուհանդերձ հանրության մեջ այդ լարվածությունը տեղափոխվում են նաև արտասահմանյան երկրներ եւ որոշակի կարծում եմ որ այսպես սպասողական վիճակ այդուհանդերձ կլինի մինչեւ որ քրքերը կհանդարտվեն վիճարկող կողմերը կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները եւ դրանից հետո կյանքը կմտնի իր տնտեսական բնականon հունը Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքները ինչ չափով կարող են ազդել ներդրումների վրա, ես կարծում եմ, որ անցած տարվա տվյալներով մեզանում ներդրումները եղել են բավականին ցածր, դրանք 350 միլիոն դոլարի սահմաններում են եղել, եւ սա շատ ցածր ցուցանիշ է, հնայի մոտարապես 3%, 3.5%-ի սահմաններում է, որը տնտեսական առումով բավականին ցածր ցուցանիշ է։ Կարծում եմ, օրինակ արտասահմանյան եվրոպական երկրներում դրանք 30-ից 35% են կազմում հնայի ներդրումները, Ռուսաստանում էլ այդպիսի ցուցանիշ է 3%-ի սահմաններում, ես կարծում եմ, որ այս իրողությունը, այսինքն գործող իշխանության վարած տնտեսական քաղաքականության արդյունքում էր նաև, որ մեզանում քիչ եղան ներդրումները, բայց այս լարվածությունը եւ ժողովրդի ընտրությամբ դրսևորված պայմանները պետք է որ տնտեսական քաղաքականության մեջ որոշակի էական փոփոխություններ բերեն, մասնավորապես ազատ մրցակցության իմաստով, այն որ կառավարությունը 2011 թվականի դեկտեմբերին հայեցակարգ ընդունեց արդյունաբերության զարգացման վերաբերյալ, դրան հետևեց նաև արտահանման ուղղված խթանման քաղաքականությունը, ապա պետություն մասնավոր գործընկերություն գործառույթը եւ արտահանողներին ռիսկերը պետությունը ինչ որ չափով իր վրա է վերցնելու այս գործառույթները եթե ունենան շարունակություն այս տարվա կտրվածքով եւ այն հիմնադրամը, որը ստեղծվել է էկոնոմիկայի նախարարությունում արտահանման խթանման համար կարծում եմ, որ այս ամենը պիտի որ նպաստեն մեր տնտեսության զարգացմանը։ Եթե անցած տարվա տվյալներով նայենք, մեր տնտեսության հիմնական հատվածը արդյունաբերությունը ցուցաբերել է բավականին դինամիկ աճ, այն 1 տրիլիոն 120 միլիարդ դրամի սահմաններում է եղել, որը ապահովել է որոշակի աճ, մոտարապես 10%-ի սահմաններում, սա լավ դինամիկա է, բայց մենք իհարկե սպասում ենք, որ լուրջ ներդրումներ պիտի արվեն հատկապես մեր հանքարդյունաբերության ոլորտում, կարծում եմ, որ ժամանակն է
Քաջարանում պղնձաձուլարանի կառուցման համար, որի համար կպահանջվի 1.5 միլիարդ դոլարի ներդրումներ, իսկ այդ ներդրումները կարող են լինել ինչպես դրսից բերվող, այնպես էլ տեղական նշանակության ներդրումներ։ Մենք ունենք շատ այսպես մարդիկ, որոնք կարող են ներդրումներ անել այդտեղ, միայն պետք է դրանց համապատասխան ֆինանսատնտեսական գործառույթների մեջ ներքաշել եւ այդ իմաստով սա կստեղծի մի իրավիճակ, որը որակապես կփոխի մեր արդյունաբերության նկատմամբ մոտեցումը եւ պետությունը եւ մասնավորը այսօր համատեղ ուժերով կարող են տնտեսության հիմնական ճյուղին նոր զարկ տալ։ Այն, որ մեզանում առևտուրը եւ ծառայությունները բավականին մեծ տոկոս են կազմում, սա կարծում եմ, որ այնքան էլ նորմալ չի, մեր նման երկրի համար մենք պիտի ունեցել ենք հզոր արդյունաբերություն, որը մեր հնայի մեջ 67%-ից ավելին է եղել, իսկ այսօր մեր արդյունաբերությունը մինչև 20%-ի սահմաններում է հնայի մեջ, որը նույնպես մեր երկրի նման պատմական անցյալ ունեցող երկրի նման համար նույնպես նորմալ չեմ համարում։ Այդ իմաստով կարծում եմ կառավարությունը այն, որ արդյունաբերական քաղաքականության հայեցակարգ է որդեգրել, սա շրջադարձային էր եւ սա համաշխարհային բանկի արժույթի միջազգային հիմնադրամի այսպես մոտեցումներին հակառակ է եղել եւ սա պիտի համարել շրջադարձային մոտեցում, որը հուսադրող է։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան, պարոն Մեսրոպյան, եթե կարելի է ձեր կարծիքը, որքանով գնաճը սպասվում է առաջիկա հետընտրական շրջանում, որովհետև սովորաբար Հայաստանում արդեն կարծես ավանդույթ է դարձել, որ ընտրություններից հետո որոշակի գնաճ է, հիմնականում պարենային ապրանքների որոշակի գնաճ է տեղի ունենում։ Սա թերևս շատերը եւ հիմնականում ընդդիմությունը պատճառաբանում է նրանով, որ տնտեսական եւ քաղաքական վերնախավը կարծես այդպես հիմնականում սերտաճած են եւ ի վերջո ընտրությունների վրա ծախսվում է խոշոր բիզնեսի գումարը, որքանով հիմնավոր են այս մեղադրանքները, այս պատճառաբանությունները։ Մեղադրանքները հիմնավոր են այնքանով, ինչքանով կա անցած պատմական պրակտիկա։ Եվ դրա համար ամենանպս առ այսօր միշտ այդպես է եղել։ Ես կուզենայի այդ գնաճի հետ կապված նաև զուգակցեի նախորդ ելույթի հետ, որովհետև մենք շատ ենք օգտագործում զարգացում բառը, առավել ևս տնտեսության մեջ, ես կարող եմ ձեզ ուրախացնեմ, Հայաստանում տնտեսական իմաստով զարգացում չկա։ Լինում է կամ աճ, կամ անկում, այսինքն թվաբանության բարձրացում թվերի։ Լինում է նաև թռիչք։ Հա, այդ տեսականորեն են Հայաստանում դեռ չէ։ Եվ անկում, էլի թվաբանական։ Զարգացումը միշտ որակական երևույթ է, ասենք թե պատկերացնենք, որ մեզ մոտ վաղը 2 անգամ արտահանումը ավելանա, որի կառուցվածքում 3 անգամ կավելանա հանքարդյունաբերության այդ հումքի արտահանումը։ Ուրեմն իմացեք, մենք ունեցել ենք աճ արտահանման եւ անկում վատ իմաստով էլի դե զարգացում, այսինքն մեզ մոտ կառուցվածքը վատացել է, տեսակարար կշիռը այսպես ճկարքի ապրանքի մեծացել է, հետևապես դա շատ վատ ցուցանիշ է։ Ավելի լավ արտահանումը չավելանա եւ մենք ունենանք այնտեղ օրինակ IT մասի տեսակարար կշռի ավելացում, այն ժամանակ դա կլինի զարգացում։ Հետևապես եկեք աճ եւ զարգացում տարբերենք։ Աճը դա թվաբանական մեծությունների հետակապված, իսկ զարգացումը որակականի մասին է։ Ինչ վերաբերում է ներդրումների, ցավոք սրտի նույնպես ես տեղ լավ բան ասել չեմ կարող այն պարզ պատճառով, որ անգամ տեսական տնտեսագիտության մեջ օլիգարխացված, մոնոպոլիզացված տնտեսությունում լուրջ ներդրումներ չեն լինում։ Ինչու՞, որովհետև ցանկացած ներդրող իմանալով, որ տնտեսությունը մոնոպոլիզացիայի տակ է, այն էլ նաև թղթակցվում է պետության հետ, ինքը շատ լավ հասկանում է, որ ոչ մի երաշխիք չկա եւ ավելին կան ոլորտներ, որտեղ անհնարին է դա անել, զուտ այն պատճառով, որ ճիշտ է օրենքների շրջանակում է կարողանան միշտ արհեստական արգելքներ անել։
Իսկ գնաճի պատճառների Հիմա ես դրանով գալիս եմ գնաճի, քանի որ մեզ մոտ օլիգարխված տնտեսություն է, հետևապես մեզ մոտ գնաճը որպես կանոն չունի տնտեսական հիմք, հա? Օրինակ, եթե դուք նայեք կորելացիա շաքարավազի, միջազգային գների տատանումը եւ մեր, չեք գտնի օրինաչափություն։ Կարող է գտնեք օրինաչափություն, ասենք թե այս կամ այն քաղաքական գործընթացի եւ այլն, բայց տնտեսության հետ չեք գտնի եւ ոչ միայն շաքարավազ, ուղղակի շաքարավազը շատ ակնհայտ է։ Երկրորդ հանգամանքը, որ երբ մենք ասում ենք գնաճ, մենք ստեղ շատ ենք տեսականությամբ զբաղվում, այն պարզ պատճառով, որ գնաճը այնինչ ընդհանրապես հաշվարկվում է, իսկ հաշվարկվում է դա եվրոպական մեթոդաբանությամբ, հիմքում դնելով 470 ապրանքատեսակ, որտեղ օրինակ այդ ապրանքատեսակի մեջ, եթե հանգարց տեսնեք DVD սկավառակ, չզարմանաք։ Պարզ է, որ ապրանքատեսակների մեջ նման ապրանքները բերում են թվաբանական գնաճի փոփոխությանը։ Ես գիտական աշխատանք եմ գրել եւ հրապարակել եմ դա, նաեւ մի քանի անգամ ելույթ եմ ունեցել ԶԼՄ-ներով եւ առաջարկում եմ հաշվել միանգամից 3 գնաճ։ Մեկը 50-60 ապրանքատեսակների համար գումարած կոմունալ վճարներ, անապահով խավի համար։ Երկրորդը դա միջին խավի համար մոտապես 180-190 ապրանքատեսակի եւ ընդհանուր այդ գնաճը, որ հաշվարկվում է, այսինքն 470-ի մոտ ապրանքների։ Ու գիտեք ինչա ստացվել։ Ուրեմն հիշում եք ամենամեծ գնաճը, որ մեզ մոտ եղավ 9.4%, հա։ Երբ ես հաշվեցի անապահով խավի համար այդ նույն տվյալներով գնաճը պարզվեց անցավ 25%-ից։ Իսկ իրականության մեջ առաջի խոցելի խմբականակը ապրանքների, դա առաջի սպառման ապրանքներ են, հա։ Օրինակ կարող է պատահի հիմա եւ այդպես է լինում 0.2%-ով անկում եղավ բանը անշարժ գույքի շուկայում եւ այլն, բայց անապահով մարդուն դա չի հետաքրում, բայց չգիտես ինչու իր համար էլ մտցնում են այդ թիվը, այդ անշարժ գույքի գինը 1 քառակուսի մետրի, որը իր գնաճը չի։ Բանը միջին խավի համար տվեց մոտավորապես 18%, 18.5%, եւ այն մնացածը չվերահաշվարկեցի հավատալով Վիճպետկոմին։ Այսպիսով ինչ է ստացվում։ Ստացվում է, որ իրականության մեջ այն ամենավատ փոսային տարին, երբ ասում են 9.4, դրա գրեթե եռապատիկ հարվածը ստացավ անապահով խավը։ Դրա համար պետք չի զարմանալ, որ ճգնաժամից հետո հանգարց բանը չքավորների քանակը կամ անապահով մարդկանց քանակը 35-ից անցավ, այդ դա է այդ պատճառը։ Շատ լավ, պարոն Անսերյան, մենք շատ ենք խոսում տնտեսության համակարգային փոփոխությունների, օլիգարխացումից դեպի ավելի նորմալ տնտեսություն անցնելու մասին։ Նախագահի գործող նախագահ Սերժ Սարգսյան ծրագրում նշված է, որ Հայաստանի տնտեսական զարգացումը առաջնորդվելու է իթիվս այլոց նաև գործարար միջավայրի համակարգային բարելավման քաղաքականությամբ։ Ինչ մենք պետք է հասկանանք դրա այդ բարեփոխումների տակ ձեզ։ Ինչ կոնկրետ քայլեր պետք է անի կառավարությունը, որպեսզի մենք այն ամենայնիվ մանր եւ միջին բիզնեսի զարգացմանը գանք, նորմալ հարկահանությանը եւ այլ այդ տեսակետից խնդրում եմ ձեր կարծիքը։ Իհարկե շատ կարևոր է, որ շեշտադրումները արվում են մանր միջին բիզնեսի վրա, որտեղ թթվածինը տնտեսության զարգացման համար հենց այդտեղից է ստացվում։ Եթե աշխուժություն չնկատվեց, ես կասեի ոչ թե միջին, մի քիչ հակված են միջին բառը դնել մի կողմ վրա, Հայաստանի համար մանր եւ փոքր, որտեղ այն ինչ որ մեր մոտ միջին է, կարող է դասվի այլտեղ փոքր։ Հատկապես միկրո բիզնեսը եւ փոքր բիզնեսը, եթե այդ թթվածին ունեցան եւ շնչեցին, դրանից միայն կարող ենք դատել տնտեսության այո զարգացման մասին։ Ես միշտ անդրադարձել եմ այս թեմային, որ տնտեսական աճը
մեզանում դեռևս վերականգնողական բնույթ է կրում, որովհետև մենք դեռ չենք հասել այն նշած զոհերին, որ եղել է անցյալ ցավոք սրտի։ Երկրորդ կարևորագույն խնդիրը ես կտարանջատեի տնտեսական աճ, նույնիսկ տնտեսական զարգացում եւ մարդկային զարգացում։ Սա է պատճառը, որ այս երկու գործընթացներ իրար զուգահեռ են գնում, առայժմ չեն հատվում։ Այսինքն տնտեսությունը կարծես թե ինքն իրեն աճում է, հանքարդյունաբերության հաշվին կլինի, այո, համամիտ եմ, որ մեզ մոտ մինչև վերամշակող ճյուղերը չբարձրացնեն իրենց տեսակարար կշիռը, մինչև մրցունակությունը չբերի դրան, մենք չենք կարող ասել, որ ունենք տնտեսական զարգացում եւ հատկապես դա կբերի, կթարգմանվի մարդկային զարգացման։ Սա շատ էական գործոններ են։ Ուզում եմ հավատալ, որ բարոյականության այն սկզբունքները, որոնք դրված են գործող նախագահի, վերընտրված նախագահի ոչ միայն ծրագրում, այլ նաև եթե կհիշեք համագումարյան ճառում, ես շատ գնահատում եմ բարոյականության չափանիշները եւ չափորոշիչները, որի մասին բավական մեծ տեղ տրվեց այդ ելույթում։ Եթե դա արվեց, մենք որպես պետություն բավական լուրջ առաջընթաց կարող ենք ունենալ։ Եվ այնինչ այսօր ունենք, ես չէի ասի, որ հակամենաշնորհային պայքար է, թեև կարծես թե առաջընթաց նկատվում է տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի աշխատանքներում, ես անձամբ տեսնում եմ որոշակի տեղաշարժեր։ Եվ եթե նախկինում որոշ օլիգարխների մոտ ստուգումները դա բացառված պետք է լինեն, այսօր գոնե էպիզոդիկ, բայց տեղ են գտնում։ Կուզենայի, որ դա լիներ օրինաչափ երևույթ եւ առանց այդ ավելորդ բաների ուրեմն շարունակություն ունենար։ Տնտեսական մրցակցության պաշտպանությունը դեռևս չի նշանակում հակամենաշնորհային պայքար։ Սրանք երկու տարբեր հասկացություններ են, ինչպես ասենք տարանջատեցինք տնտեսական զարգացում եւ մարդկային զարգացում։ Այս առումով պոտենցիալը ահռելի է Հայաստանի։ Ես ոչ միայն լավատես եմ տեսականորեն, այլ շոշափելի կարող եմ ասել, որ Հայաստանում դեռ ահռելի պոտենցիալ կա, բայց ցավով հենց այսօր պետք է արձանագրեմ մի կարևոր փաստ։ Գյումրիի տեխնոպարկի մասին շատ խոսվեց, ես անձամբ շատ եմ ուրախացել դրանով եւ ողջևորվել եմ, որտեղ անցյալ տարի երկու անգամ եղել եմ Գյումրիում, զրուցել եմ հենց այդ երիտասարդների հետ, ովքեր գործ են դրել, դա ինձ ողջևորել է։ Երեք ես տեղեկացա մեծ ցավով, որ Գյումրիի տեխնոպարկը ոչ եւս է։ Սա շատ չկա, վերջ, փակվեց։ Ծրագիրը փակվեց, թե չկա։ Հիմա դրա փոխարեն ուրիշ բան է լինելու թե ինչ, ես կարծում եմ, որ ուրիշ երևույթները կարող են դրան զուգահեռել գնալ կամ դրա հիման վրա, բայց այն մարդիկ, ովքեր իրենց գտել էին, ես զրուցել եմ մարդկանց հետ, ովքեր Գյումրիում այլևս չեն մնալու։ Չէ, Գյումրիում են մնալու, հիմնադրամի մեջ են։ Ես խոսել եմ մարդկանց հետ, 17 հոգի այնտեղ աշխատելու է։ 17 հոգի այնտեղ աշխատելու է։ Կլինեն 170 միլիոն դրամ նրանց ֆինանսական, բայց խոսքը վերաբերում է նաև այն մարդկանց մասին, ովքեր չեն լինելու։ Սա ես գիտեմ, որ նրանց հաստիկային ցուցակը 17 մարդուց է բաղկացած։ Ես 3 եմ խոսել։ Նաև տարբեր պատճառաբանություններ կան։ Կարծում եմ հիմա դեռ չճշտված չեմ հրապարակի այդ անունները, բայց կան մարդիկ, ովքեր նաև պետական կառույցներում իրենց բիզնեսն են դնում եւ այսինքն ուզում եք լինելու է արդեն ոչ միայն օլիգարխիկ տնտեսություն, այլ նաև այդ կողքից չերևացող երևույթներն էլ իրենց ճանապարհը ոնց որ բացում են։ Իրենց աշխատից չեն հեռացնում, իրենց կամքով են դուրս եկել։ Չէ, իրենց կամքով իհարկե, իրենց կամքով, պարզապես տեսնում են, որ իրենց համար այնտեղ բան չկա։ Ինչևէ, ես կուզենայի, որ երբ մենք խոսում ենք նոր նախաձեռնությունների, նոր ծրագրերի հաջողությունների մասին, մի քիչ հոգատար լինենք նաև այն ինչ որ ունենք, դա չկորցնենք, դա պահենք եւ զարգացնենք։ Ես կարծում եմ, այստեղ մարդիկ են նստած, որոնք գործնականում շփվում են գործատուների հետ, մարդկանց հետ, ովքեր նախաձեռնողական են, սա մենք պետք է պահենք եւ եթե ասում ենք գիտելիքահենք տնտեսություն, ես կուզենայի տեսնել նաեւ գիտելիքահենք կառավարություն, պահանջարկված գիտելիք, այստեղ ես տեսնում եմ նաև իմ ուսանողներն են նստած, որ չկրթեմ ապագա գործազուրկների, այլ կրթեմ այն մարդկանց, ովքեր նպատակային ավարտելուց առաջ նույնիսկ պիտի իմանան, թե որտեղ են գնալու աշխատելու։ Այդ դեպքում ես կհամարեմ, որ տնտեսական զարգացումը հիմքերի վրա է դրված։ Ես ուզում եմ շարունակեմ պարոն Մանասիրյանի միտքը եւ դիմեմ ձեզ, պարոն Մակարյան, այնուամենայնիվ ինչ
կանխատեսումներ ունենք հետագա 5 տարիների ընթացքում ապահով գործարար միջավայրի եւ որի հետ անմիջապես կապված է ապահով աշխատատեղերի հետ կապված։ Ես ուզում եմ նաև հավելեմ, որպեսզի հետո չհատեմ ձեր խոսքը, փաստորեն այսօր գործատուների, դուք որպես գործատուների միության նախագահ, իսկ գործատուներից այսօր 2 խոցելի խումբ կա, որոնք բուրըն կերպով բողոքում են նոր հարկային ծրագրի դեմ, դրանք անշարժ գույքի գործակալներն են եւ ատոմնոուժները։ Կուզեի նաեւ այդ թեմային եւս անդրադառնալ ձեր խոսքին։ Այո, շնորհակալություն։ Նախ ուզում եմ ես մի փոքր անդրադարձ անեմ հետեւյալ կերպ, թե ես համամիտ եմ իմ գործընկերների հետ եւ երբ որ մենք խոսում ենք զարգացման մասին, սա շատ կարեւոր է, թե մենք զարգացում հասկանում ենք, որ նույն մարդկանց միջոցով նոր բիզնեսներ բացվեն, դա մի մոդել է, որոնք որ տարբեր բիզնեսներում նույն հեղինակներն են եւ նույն մարդիկ են հանդես գալիս։ Երկրորդ մոդելը այն է, թե մենք հասկանում ենք զարգացումը, երբ որ միկրո եւ փոքր բիզնեսը ոչնչանա կամ թուլանա եւ այդ կապիտալը տեղաշարժվի մի այլ խոշոր բիզնեսի եւ նաեւ օլիգարխիկ բիզնեսի կողմը, դա մի ուրիշ մոդել է։ Երրորդ մոդելը այն է, թե մենք արդյոք կարողանում ենք ներդրողներին շահագրգռելու համար դեմոկրատիայի էլեմենտար պայմանները ապահովել, որովհետեւ ինվեստորը իր ռիսկերի մեջ նաեւ դա է տեսնում, դա շատ կարեւոր հանգամանք է։ Արդյոք մենք կարողանում ենք մեր երկրում ճիշտ իրականացնել ռիսկերի գնահատում, դրանք ինչպիսին են քաղաքական, պատերազմական, մարդկային ռեսուրսների զարգացման, թե ֆորս մաժորային, թե անհավասար մրցակցության կամ կոռուպցիայի ռիսկեր, որոնք են դրանք ավելի գերակշռում կամ որոնք են գերակշռելու ապագայում։ Դա շատ կարևոր է, որ մենք այդ մոնիտորինգը կարողանանք կատարել եւ ասել մեզ համար։ Եվ վերջին հաշվով շատ կարևոր է, թե մենք ինչ տեղ ենք հատկացնում աշխատուժին, մրցունակ աշխատուժին, որտեղ ներդրողները կարող են նույնիսկ կոռուպցիայի, նույնիսկ անհավասար մրցակցության պայմաններում շահութաբերությունից լեննելով գնահատել իրենց ռիսկը եւ որոշակի կարճատև երկարաժամկետ ուրեմն ծրագրերով հանդես գալ որպես ներդրող, բայց որակյալ աշխատուժը, մրցունակ աշխատուժը դա հենց հիմնական այն հենքն է, որի վրա իրենք պիտի կարողանան իրենց հասանելիությունը նպատակների ապահովել։ Հիմա այդ առումով ես կասեի, որ նախորդ տարիներում, ինչպես պարոն Մանասարյանն ասաց, իրոք որոշ քայլեր արվել են, պետք չէ դա ուրանալ, մոռանալ, պետք է դրանք զարգացնել, խթանել։ Կա որոշակի պլատֆորմ։ Այդ առումով դա հույս է ներշնչում, որ նախագահ լինելով նույն անձնավորությունը կկարողանա այդ պլատֆորմը օգտագործել եւ որոշ նոր առաջընթաց ապահովել։ Այստեղ շատ կարևոր մի խնդիր կա, որ ես անցած անգամ մի քննարկման նաև դիմել եմ մեր հայտնի քաղաքագետներին, պարոն Մանասարյանը նաև մասնակցում 49-րդ հոդվածը, որքանով է հանրապետության նախագահան ամեն օր հիշում, որ ինքը պետության գլուխն է եւ պետության տարածքային ամբողջականության եւ նրա ուրեմն անվտանգության ապահովման երաշխավորը։ Դա շատ կարևոր է, որովհետեւ երբ որ միշտ ունես քո մեջ այդ բարձրագույն նպատակը լինելու պետության գլուխը, դու պետք է որ քո գործելակերպով միշտ լինես շատ բարձր, չգտնվես կոմպրոմիսների կամ շահերի բախման կիզակետերում եւ հետեւաբար լինես ավելի արդար եւ ավելի սկզբունքային իմ կարծիքով։ Դա շատ կարեւոր խնդիր եմ համարում։ Եվ այսօր ես կուզեի, որ այնուամենայնիվ այդ հոդվածը անընդհատ մենք վերարտադրեինք մեր հասարակության մեջ, մեր հիշողության մեջ եւ դրանով նաեւ եւ ուղղորդենք եւ նաեւ աջակցենք նախագահին, որտեղ նախագահան պետք է օգտագործի այդ հնարավորությունը, լինելով պետության գլուխը, քանի որ դա իրեն ոչ միայն տվել է պատասխանատվություններ, այլ նաեւ տվել է մեծ լիազորություններ լինելու գլուխը։ Մենք հայկական նաեւ մտածելակերպով գիտենք ինչ են շնորհակում լինել ընտանիքի գլուխ կամ ինչ որ մի շարժման գլուխ կամ ղեկավար լինել եւ այլն, հետեւաբար այդ կատեգորիան պետք է աշխատի լիարժեք։ Ես դրան շատ մեծ տեղ եմ տալիս։ Հիմա ինչ վերաբերվում է ուրեմն տնտեսության զարգացման հետագա խնդիրներին, ես ենթադրում եմ, որ մեծ փոփոխություններ չեն լինելու այնուամենայնիվ, որովհետև այն պլատֆորմը, որը կառուցված է, եւ այն ծրագրերը, որով հանդես եկան եւ նաեւ ներկայիս նախագահ, կարծում եմ, որ ինքը կփորձի որոշակի
ճկունություն հանդես բերել մանևրելու իրավիճակների մեջ, որովհետև 5 տարի ժամանակը կարծում եմ, որ արդեն այնքան էլ լիարժեք ժամանակ չէ, շատ ավելի մեծ խոշոր փոփոխություններ կատարելու համար։ Այստեղ կարող է նաև ռիսկեր ավելանալ, այստեղ կարող է նաև անկառավարելի երևույթներ առաջանալ։ Իմ կարծիքով ինքը կգնա ավելի հանգիստ ճանապարհով, որոշակի եւ փոքր եւ կոսմետիկ եւ միջին չափի գուցե եւ փոփոխություններով։ Չեմ կարծում, որ շատ մեծ խոշոր այսպես ռիսկային փոփոխությունների կգնան։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա ելի շատ կարևոր է հիշել, որ նույն սահմանադրության մի այլ հոդվածով ներքին քաղաքականության մշակող հանդիսանում է կառավարությունը։ Ես կուզեի, որ կառավարությունը ավելի լիարժեք հանդես գա իր խոսքը ասելով եւ ոչ թե անդադ հղումներ անի նախագահի ծրագրի կամ նախագահի մտքերի վրա։ Ես դա շատ տարբերում եմ, որովհետեւ ուրիշ բան է, երբ որ դու կատարում ես կոնսպեկտով քեզ տրված ուղղությունները եւ հանրացնել ուրիշ բան է, երբ որ դու հանդես ես գալիս քո սեփական նախաձեռնությամբ, որովհետեւ սահմանադրությունը տվել է այդ իրավունքը, որ կառավարությունը մշակի եւ ընդունի ներքին քաղաքականությունը։ Իր ներքին քաղաքականությունը կառավարության առումով եւ կառավարության ղեկավարի առումով դառնում է շատ կարևոր այստեղ, որ նա լինի թեւ եւ թիկունք նախագահային այդ ծրագրերի հարցում։ Հիմա այն մեսիջները, որ նախկինում կառավարությունը միշտ ուղղել է, ասելով որ սա նախագահի խոսքն է կամ սա նախագահի նախընտրական ծրագիրն է, ես եւ գնահատում եմ եւ այդքան էլ չեմ գնահատում։ Ես համարում եմ, որ այդպես չպետք է լինի, այլ մի քիչ այլ կերպ պետք է։ Ես ներողություն խնդրում եմ։ Հիմա գանք մեր ռեֆորմներին։ Այո, գանք ռեֆորմներին։ Տեսեք, կառավարությունը անդադ փորձում է հարկեր հավաքելու այդ ֆիսկալ քաղաքականությունը առաջ տանել, երբեմն առաջ ընկնելով տնտեսության զարգացման տեմպերից։ Նույն օրինակը ցույց տվեց ստոմատոլոգների եւ անշարժույթի ոլորտի խնդիրը։ Իմ հաշվարկով միկրոբիզնեսից մեր կառավարությունը երևի կարողանում է առավելագույնս միկրո եւ փոքր բիզնեսից գանձել մոտարապես $100 միլիոն։ Իմ կարծիքով միկրոբիզնեսից հատկապես այդ հարկերը $100 միլիոն հիմնականում չեն գերազանցում։ Տնտեսությունը պետք է հասնել նրան, որ այդ 100 միլիոնից ուղղակի հրաժարվել եւ թողնել, որ միկրոբիզնեսը պարզապես ազատ գործի եւ ազատ չունջ քաշի, որպեսզի այն աճի, հասունանա, հետո այն գոնե առժամանակ, այո, եւ հետո նա դառնա փոքր բիզնես։ Հիմա երբ որ ստոմատոլոգների կամ նույն անշարժույթի նկատմամբ արվում է դա, ընդ որում հետաքրքիրը նաեւ այն է, որ ստոմատոլոգների հետ կապված օրինակ հարցում նույնիսկ պատասխանատու նախարարությունը հաճախ տեղյակ չի լինում, թե այդ թվերը ինչպես են փոխվել վերջի ժամերին։ Երբ որ օրենքի նախագծում մի այլ թիվ է գրվում, հետո մեկ էլ այդ թիվը շատ արագ մեծանում, մի այլ թվով է մտնում կառավարություն։ Ուրեմն սրանք կարող եք մանրամասնել ինչ։ Սրանք ճիշտ մոտեցումներ չեն, ասենք եթե 30,000 է գրված եղել սկզբում, հետո մեկը դառնում է 80,000, հետո կառավարություն հետ դարձի անում, ասում է հիմա լավ իջնենք ենթադրենք թե 60,000-ի, սրանք ճիշտ մոտեցումներ չեն։ Կառավարությունը պետք է մեկ կեցվածք ունենա եւ այդ կեցվածքի ամեն մի արագ փոփոխությունը առաջացնում է անվստահություն եւ անհանգստություն այդ ֆունկցիաների ներդրողների համար։ Հիմա ինչ վերաբերում է ստոմատոլոգներին, մենք պիտի հաշվի առնենք, որ ընդհանրապես խոսքը գնում է մի $5-6 միլիոն հարկի մասին։ Եվ այդ 5-6 միլիոն $-ի համար կարող է իմաստ չունի 2-3 հազար ստոմատոլոգի նեղացնել կամ թողնել, որ այդ խաղը որպես նաեւ ինտելիգենցիայի մի մաս, որտեղ նաև նրանք առողջապահության ոլորտում են իրենց բիզնեսը, այսպես ասած, զարգացնում, որպեսզի իրենք ավելի խթանվեն, ավելի հասնանան, ավելի ունևոր դառնան։ Եվ պետք չի հաշվել նրանց գումարները, որ այսպես է, հիմա այսպես է, կամ այսքան են աշխատում եւ այլն։ Ընդ որում, վերված պատճառաբանությունից երևում է նաև, որ նույնիսկ մշակողները հստակ պատկերացում չունեին, թե այդ մարդիկ ինչ վարձավճարներով են աշխատում իրենց ծառայությունների մատուցման ժամանակ։ Նույն անշարժ գույքում, երբ որ վերցնում են անշարժ գույքի գործակալության նկատմամբ տարվում է հաշվարկներ, այնտեղ չեն տարբերում բրոկերին անշարժ գույքի հաշվապահից, հավաքարից կամ այլ անձից, որ այդ գրասենյակում աշխատում է, դա էլ ինձ համար շատ տարօրինակ։ Վերջին հաշվով փող աշխատող անշարժ գույքի գործակալությունը բրոկերն է եւ ոչ թե հավաքարարը, պահակը, հաշվապահն կամ նույնիսկ մենեջերը։ Մենեջերը կառավարում է, բայց բրոկերը, որպես բիզնես բրոկեր, որը որ բերում է կլիենտուրը, նա է փողբերողը։ Հետևաբար, եթե հարկը դրվում է, պետք է բրոկերների գլխաքանակով դրվի եւ ոչ թե ընդհանուր աշխատողների թվաքանակով։ Ուրեմն սա էլ եմ համարում սխալ մոտեցում։ Եվ հետևաբար ես ուզում եմ, որ այսուհետև կառավարությունը նախ ունենալով շատ լավ մասնագետներ նաև դրսում կառավարությունից, ինչպես որ հիմա մենք ներկայացնում ենք տարբեր կառույցների որպես ղեկավարներ, փորձագետներ, կարողանա այդ երկխոսությունը ավելի զարգացնել, ավելի լսել, չսխալվելու համար գոնե լսել։ Դրանք շատ կարևոր են, որովհետև նման երևույթները
ինվեստորներին նորից եմ կրկնում կարող են շատ խուսանալ։ Ինչ վերաբերում է նաև մրցունակ աշխատուժին, մեր համար շատ կարևոր է, որ կրթության համակարգը գնա տնտեսության զարգացմանից առաջ։ Մենք պետք է աշխատենք երկու մոդելով, կամ պահանջարկի վրա, կամ առաջարկի վրա։ Այսօր մեր կրթությունը ոնց որ թե ավելի ճիշտ է, որ աշխատի առաջարկի վրա, այսինքն ինքը թողարկի կադրեր, որից շուկան կընտրի, որովհետև շուկան այսօր դեռ չի կարող թելադրել իր պահանջարկը, ինչպիսի մասնագետներն իրեն ավելի շատ պետք, որովհետև մեր արդյունաբերական շատ ճյուղեր կամ ծառայությունները այդքան զարգացած չեն։ Բայց դրա հետ մեկտեղ նաև մենք պիտի հիշենք, որ նույն ցիրկուլար միգրացիայի խնդիրների ներքո, որ ազատ տեղաշարժի պայմաններով մեր աշխատուժը որակյալ կարող է հեռանալ ապագա ժամանակաշրջանում եւ հետեւաբար ավելի թույլատրել մեր տնտեսությունը, որ մենք եւս մեր մրցունակությունը ելի կկորցնենք եւ առավելապես ներդրողը նաեւ նման պայմաններում չի գա աշխատի։ Շնորհակալություն, ներողություն, կուզեի թեման շարունակենք, պարոն Մեսրոպյան, այսինքն եթե ընտրություններից առաջ, չնայած որ պարբերաբար շեշտվում էր, որ միջին եւ փոքր բիզնեսը կամ ինչպես պարոն Մանասերյանն ասեց, փոքր եւ շատ ավելի փոքր բիզնեսը պիտի զարգանա, բայց օրենսդրական այս փոփոխությունը ցույց է տալիս, որ ընդհակառակը ավելի ծանրանում է դեռ։ Հնարավոր է, որ ընտրություններից հետո սպասվեն շատ ավելի խիստ փոփոխություններ։ Գիտեք ինչ, առ այսօր 91 թվականից Հայաստանի պետական կառավարման համակարգը, այդ թվում եւ տնտեսական ոլորտում, ուներ մի քանի խնդիրներ, որոնք արդեն դարել են որպես ժառանգական փոխանցվող։ Խնդիր համար 1, որը ես միշտ այդ հարցը տալիս եմ ու բացի ճառերից եւ բաժակաճառերից պատասխան չեմ լսում։ Հարցը հետեւյալն է. ինչ պետություն ենք մենք ուզում ունենալ 5 տարուց, 10 տարուց, 15 տարուց, ընդ որում այնտեղ կարևոր մասով դա պետք է լինի տնտեսությունը։ Օրինակ, մենք ուզում ենք հանքարդյունաբերող պետություն դառնանք։ Մենք ուզում ենք քիմիական ուղղվածությանը առնվազն 20% հնայում տալ, ես այդ նման բաներ չգիտեմ։ Հետևաբար, երբ չկա ռազմավարական ծրագիր, կարելի է հայտարարել, որ աջակցում ես փոքր բիզնեսին, 2 րոպեից հետո մի հատ մեծ հարված հասնես։ Սա նշանակում է, որ մեր պետությունը չունի mainstream, այսինքն հիմնական զարգացման ուղի, եւ ես ձեզ հավաստիացնում եմ, այս ընտրությունները ոնց ավարտվեն, ոնց չավարտվեն, դա չի լինի, որովհետև չգիտեմ, ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանում ինչ սկսվում է, չի ավարտվում, իսկ ինչ ավարտվում է, չի սկսվում, այլ բավականին անտրամաբանական երևույթ է։ Ստեղ բոլորը ասեցին ընտրված, չընտրված, ճիշտ ասած, ինձ դա չի հետաքրքրում, որովհետև քանի կառավարման համակարգը ռազմավարական իմաստով մեզ մոտ չի փոխվել, նման փոփոխություններին մի սպասեք եւ ավելին ասեմ, այստեղ ասվեց, որ կրթական համակարգը պետքա ինչ որ լագով առաջ լինի տնտեսությունից, ճիշտ է, բայց դա մի պարագայում կարելի է, երբ դու գիտես ռազմավարությունը, որ կրթական համակարգը չի կարող ուղղակի ենթադրի։ Եթե ինքը գիտի ռազմավարությունը, որը տարիների է բաժանած, անգամ եռամսյակների, ինքը կարող է պլանավորել այն բանը մասնագիտությունների ցանկը, որով ինքը կարողանա ընդունելության կազմակերպի։ Այսինքն մինչև մենք չիմանանք ինչ պետություն ենք ուզում, կրկնում եմ առանց բաժակաճառերի, հա, վերևում Աստված կա, ապահովան, դա բան չի, պետություն չի, դա ցանկություններ են, այդ ժամանակ մենք բոլոր հարցերը կարող ենք ունենալ, իսկ մի բան էլ ասեմ ու վերջացնեմ, մի հատ շատ կարևոր հարց, որը հուզում է բոլորին, այդ թվում եւ ներդրողներին, մեզ մոտ այս անվանական օլիգարխները մնալու են թե ոչ եւ իրանց կապը պետության հետ մնալու է թե ոչ շատ կոնկրետ հարց է մնացածը միշտ կարելի է դասավորել այսինքն պետության կառավարման համակարգ զարգացման ռազմավարություն եւ եղածի ճակատագիրը սկսած օլիգարխներից շատ կոնկրետ այդ հարցերի պատասխանը միջև չլինի մնացածը մենք կարող ենք ամեն տարի հավաքվենք նույն թեմաներից խոսալ։ Շատ լավ, խոսեցինք անվանական օլիգարխների մասին։ Միգուցե կարելի անունները պահպանել, բայց այլ միջոցների դիմել։ Ես ուզում եմ մենք անդրադառնանք ներողություն երկու կարևոր խնդիրներից դից։ Մանր բիզնեսի, փոքր բիզնեսին արտոնություններ եւ ընդհանրապես շնչելու հնարավորություն տալը մի կողմից եւ խոշորին
որոշակի կերպով ուրեմն սանձելու, այսինքն պրոգրեսիվ հարկահանություն եւ այլը մյուս կողմից։ Այդ երկու խնդիրներին եթե գալ է թեև պարոն Մակարյանը շատ հոռոտեսորեն մեզ ասեց, որ 5 տարում որևէ բան չի լինելու, բայց այնուամենայնիվ երևի կարելի է հուսալ կամ գոնե Ես շատ հոռոտես չասացի, ես ասացի, որ լինելու է։ Եթե դա հոռոտեսություն է գավարում, Ես ճիշտ ասած կարող է շատ զարմանալի թվա, բայց շատ թողծություն չլինի ի զզվանքս օլիգարխների, այնուամենայնիվ կարծում եմ, որ իրենց վաստակը ազգային կապիտալ է։ Այսինքն նրանց անձերը ինձ առանձնապես մեծ սիմպաթիա չեն հաղորդում, բայց կարծում եմ, որ այն ինչ որ կա, դա մեր արդեն ազգային կապիտալն է, մեզնից գնացած գումարները, որոնք ակումուլացվել, հավաքվել են ինչ որ խմբի կամ մարդկանց խմբի ձեռքին։ Մենք պետք է զգույշ լինենք, կարծում եմ, այս հարցում։ Այսինքն խրտնացնենք եւ այդ ազգային կապիտալը վանենք դուրս, թե մտածենք քաղաքակիրթ մեթոդներով, դրա օրինակները կան, ուսանելի օրինակները կան միջազգային պրակտիկայում, սկսած պայմանական ասած համաներումից, ֆինանսական վերջացրած ավելի կտրուկ միջոցներ, ըստ որոնք կարծում այսօր հենց այդ պահը հասունացել է եւ շատ լավ հարց եք տալիս, որովհետեւ եթե այսօր դա չարվեց եւ մոտակա, ես կասեի նույնիսկ շաբաթների ընթացքում չզգացվեց դա, մեծ հույսեր փայփայել 5 տարիների համար, մի քիչ հասուն մարդիկ են այստեղ նստած, կարծում եմ, որ այդքան էլ իրատեսական չէ, ինչքան էլ որ մենք ցանկանանք, լավատեսնենք եւ այլն։ Այսինքն եւ մյուս կարևոր խնդիրը, որ ես բաց թողեցի նախորդ խոսքում, կարծում եմ, որ յուրաքանչյուրի անելիքը պահանջկոտության առումով շատ կարևոր է։ Մենք բավարար պահանջկոտություն կարծում եմ չենք ցուցաբերում այս հարցում։ Ավելին ասեմ, մասնագիտական պահանջկոտություն նույնիսկ չենք ցուցաբերում։ Եղան մարդիկ, ովքեր հենց այս նույն ընտրարշավի ժամանակին ինչ ասես չխոսեցին։ Ոչ մեկը չարձագանքեց։ Մեկ երևի մտածեց կոլեգայա ձեն չհանենք, մյուսը ասեց երևի քաղաքական առումով շփվել են կամ չենք շփվել, բայց չի կարելի թույլ տալ այդ նույն մասնագիտության տեր մարդուն ասել ինչ ասես եւ հիմքերը չտեսնել, դա իրատեսական է, ռեալ է, թե ռեալ չէ։ Թույլ կտակ ես շարունակեմ, ես թվում այստեղ հասուն մարդիկ շատ լավ միանգամից որսում են ու մասին է խոսքը, ես չեմ ուզում ազնվորել, որովհետեւ մարդը ինքը բան չէ, բարեկրթությամբ չփայլելով պատրաստ չէ մասնագիտական քննարկումներին, խուսանավում է դրանից։ Խոսքը դրա մասին չէ, խոսքը նրա մասին է, որ մենք կարողանանք նաև մասնագիտական պահանջկոտությամբ խնդիրները դնենք իրատեսական եւ ամեն օր հետեւողականորեն տանենք նրան, որ այդ քայլերը պահանջենք եւ հասցնենք տեղ։ Եթե որևէ մեկ այսօր ունի փայլուն ծրագիր կամ ունեն այդպիսի ծրագրեր, դրանք մնալու են օդում, հավատացեք ինձ։ Եթե մենք դեր չկանգնենք, մենք ինքներս չպահանջենք դա։ Անցյալը դա ապացուցել է բազմիցս, որ եղել են լավագույն ծրագրեր, բայց կյանքի չեն կոչվել։ Ես մեկ հարց ունեմ, պարոն Սաֆարյան, այս տարի 2013-ի բյուջեն, կարծես թե Հայաստան պատմության մեջ ամենամեծն էր, հատեց տրիլիոնի սահմանը, սակայն աշխատավարձերի բարձրացում, նպաստերի բարձրացում չի նախատեսվում եւ ինչպես վարչապետը հենց իր խոսքում հայտարարեց, որ աղքատությունը հասել է արդեն վտանգավոր շեմի 30%-ն է հատել, ինչ է կարծում, կառավարության քայլերը, կառավարության քաղաքականությունը որևէ կերպ նպաստում է, որ այդ աղքատությունը նվազի։ Դուք ճիշտ եք նկատում, ցավոք սրտի այս տարվա բյուջեով աշխատավարձների թոշակների բարձրացում չնախատեսվեց եւ երևի թե այս ընտրությունների արդյունքները նաեւ ինչ որ չափով պայմանավորված էին հենց այս մոտեցումներով։ Ես կարծում եմ, որ ընտրությունները պետք է ինչ որ ձևով անդրադարձ բերեն վերանայելու մեր որոշ մոտեցումներ բյուջետային եւ պարոն Մանասարյանն էլ ասեց այսօր մեր օլիգարխները բավականին արտոնյալ վիճակում են, նրանց պետք է իհարկե հարկային այսպես դաշտ բերել եւ այդ գումարները, որոնք կավելանան, դրանք ուղղարկի սոցիալական ոլորտ, նպաստների, թոշակների եւ աշխատավարձների բարձրացմանը, կարծում եմ դա իմ անձնական ենթադրությունն է, որ որոշակի փոփոխություններ այդ առումով կարվեն։ Մի կարևոր խնդիր նույնպես, որ մեր տնտեսությունը
պարոն Մեսրոպյանը այդ մասին շատ է խոսում, ինչպիսի ուղղվածություն ունի։ Ցավոք սրտի այսօր մեր տնտեսությունը հիմնականում հանքահումքային ուղղվածություն ունի եւ սննդի արդյունաբերությունն է։ Մենք պիտի կարողանանք այ օգտագործելով մեր հանքահումքային արդյունաբերությունը կարողանանք դա դարձնել հնարավորինս վերջնական արդյունք արտադրող։ Եթե մենք պղնձի խտանյութ ենք արտահանում, նախանցած տարի 127.700 տոննա, անցած տարի 140.000 տոննայից ավելի, մենք պիտի ոչ թե խտանյութ արտահանենք, որի մեջ պղնձի պարունակությունը 26-ից 28% է, այլ զուլարան կառուցենք, ինչպես ասեցի, եւ մենք 99.2%-անոց սև պղինձ արտահանենք, բայց դա էլ դեռ բավարար չի, մենք պիտի ռաֆինացնենք եւ ավելի մաքուր 99.9%-անոց պղինձ արտահանենք, որը միջազգային շուկայում 7.5-ից մինչեւ $8,000 է տոննան վաճառվում, ավելին ասեմ, որ արդեն ռաֆինացված պղնձի ստացման արդյունքում մենք կունենանք հարակից շատ պրոդուկտներ, էլեմենտներ, թանկարժեք, բաղի, ոսկի, արծաթ, որոնք որ մնում են, ասենք, այդ պղնձի խտանյութի մեջ եւ արտահանվում են, դրանք կարող ենք մենք ունենալ արդեն եւ առանձին օգտագործել այդ էլեմենտները։ Կարծում եմ, որ եթե մենք կարողանանք քաջարանում այդ ծրագիրը իրականացնել եւ քիմիո-մետալուրգիական կոմբինատ կառուցել, այնտեղ կուտակված 1.5 միլիարդ տոննա պոչերի բազայի վրա, մենք կարող ենք ունենալ տարեկան ստանալ 3-ից 4 միլիոն տոննա երկաթ, որը կարող ենք վաճառել, ասենք 1 տոննան մինչև $500 սահմաններում եւ հենվելով այս գունավոր եւ սև մետաղների արտադրության վրա մենք կարող ենք զարգացնել մեզանում գունավոր մետալուրգիան, ասենք կաբելային տնտեսությունը զարգացնել, էլեկտրոտեխնիկան զարգացնել, սև մետաղների, ասենք երկաթի արտադրության եւ զարգացման վրա մենք ունենանք արդեն մեքենաշինությունը զարգացնենք։ Խորհրդային տարիներին մենք տարեկան 1 միլիոն տոննա երկաթ ենք, մետաղ ենք օգտագործել։ Մենք կարող ենք այդ հնարավորությունը ստեղծել տեղում եւ զարգացնել սև եւ գունավոր մետալուրգիան, որպես տնտեսության հիմնական ճյուղեր, իսկ դրանից արդեն ներքին կոոպերացիայի զարգացմամբ կգնան մյուս ճյուղերի զարգացում։ Ես ուզում եմ փոքր ու միջին բիզնեսին մի փոքր անդրադառնալ, ես հաջողվեց կառավարությանը դրթել այն բանին, որ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծվեն հարկահավաքության գործառույթում փոքր ու միջին բիզնեսին որոշակի պայմաններ ապահովեն, որովհետեւ նրանք հարկային այսպես վարչարարության տակ չընկնեն եւ մտցվեց շրջանառությունից հարկվող գանձը, որ շրջանառությունից հարկ պետք է գանձվի 3.5%, մենք գտնում ենք որ 3.5%-ը շատ է, դա պիտի իջնի մինչև 3%, այսինքն նրանք ովքեր 58.350.000 դրամի շրջանառություն ունեն նախորդ տարվա տվյալներով, նրանք աշխատեն հենց առանց ավելացած արժեքի հարկմուծելու, բայց տարբեր հարկային վարչարարություններ, ասենք երրորդ կողմից ձեռք բերված ապրանքների եւ ծառայությունների չափը եթե անցներ 80%, նրանք տեղափոխվում էին ավելացած արժեքի հարկի դաշտ կամ եթե պետական տուրք էին մուծում 100,000 դրամից ավելի, նույնպես չէին կարողանում համարվել փոքր ու միջին ձեռնարկություններ։ Ես լրիվ համամիտ եմ պարոն Մակարյանին, որ փոքր ձեռնարկությունները, մինչև 5 հոգիանոց, ասենք, գերփոքր ձեռնարկություններ, ասենք, մարդիկ անհատական տնտեսություններ են վարում, դրանց պետք է ընդհանրապես հարկերից ազատել։ Եվ տնտեսության զարգացման համար վերամշակող արտադրության գյուղերում հատկապես պիտի ազատ տնտեսական գոտիներ ստեղծվեն։ Մենք շատ գործարարներ ունենք դրսում, արտասահմանում, որոնք կարող են իրենց հայրենի գյուղում փոքրիկ տնտեսություններ կազմակերպել տրիկոտաժի արտադրության եւ դա իրացնել այն շուկաներում, որտեղ որ իրենք կայացել են որպես բիզնեսմեններ։ Մենք տարեկան մոտարապես 400-500 միլիոն դոլարի թեթև արտոնաբերության ապրանքներ Չինաստանից եւ Թուրքիայից բերում ենք եւ տեղական շուկայում իրացնում ենք։ Այս տեղական շուկան կարող ենք մենք մեր ապրանքներով լցնել։ Մենք այս անցած տարվա տվյալներով 4.2 միլիարդ 226 միլիոն դոլարի դրսից ապրանքներ ենք բերել։ Նախորդ տարվա համեմատ դա մի փոքր ավելի քիչ է իհարկե, բայց մեր արտահանման ծավալները 1.4 միլիարդ են կազմել, գնալով մեծանում են արտահանման ծավալները, բայց դրա մեջ ցավոք հիմնական բաղադրիչը մեր հանքահումքային արտոնաբերությունն է եւ մենք պիտի գնանք պատրաստի արտադրանքի
արտահանման ռազմավարության մշակման կառավարությունն ունի այդպիսի ծրագիր կոնյակագործության զարգացման, տեղագործության, բիոտեխնոլոգիաների ճշգրիտ մեքենաճարտարագիտության եւ վերջերս էլ հանքահումքային ոչ մետաղական, այսինքն ոչ մետաղական հանքային ապրանքների, հանքային ապրանքների արտադրության կազմակերպման, դրանք տարբեր տեսակի քարերի, տարբեր տեսակի խարամների արտադրություն կազմակերպել։ Կուզեի անդրադառնանք մենք արտաքին պարտքին, երևի խնդրեմ պարոն Մեսրոպյանը եւ պարոն Մանազարյանը, կարծեմ թե երկուսն էլ այդ խնդրով զբաղվել են։ Հայաստանի արտաքին պարտքը վերջին 3 տարում կարծես եռապատկվեց եւ հասավ 4 միլիարդ դոլարի բավական այսպես ինչպես շատերն են ասում վտանգավոր սահմանագծին բոլոր պետություններն են թերևս անգամ զարգացած իրենց տնտեսությունը որոշակի ներարկումներ իրականացնում վերակենդանացնում արտաքին ներարկումներով սակայն հարց է որքանով արդյունավետ են օգտագործվում այդ բերված պարտքերը այսինքն այն 500 միլիոնը Ռուսաստանից որ բերվեց ասվում էր որ անընդհատ պետք է զարգանա միջին եւ փոքր բիզնեսը արդյոք օգտագործվեց արդյունավետ երևի հերթով փորձեք պատասխանել պարոն Մեսրոպյան Ուրեմն ցանկացած իրեն հարգող բանկ երբ վերցնում է տալիս է վարկ ինքը մինչև որոշում կայացնելը նայում է ապագա վարկառուի վարկի մարման աղբյուրները Եվ այստեղ այդ ձեր երկրորդ մասը դուք ճիշտ ասեցիք, թե ինչպես է դա փակվելու։ Այդ ինչպես է փակվելու բանկային լեզվով, դա նշանակում է մարման աղբյուրները։ Դժբախտաբար կրկնապատկվելով, եռապատկվելով պարտքը մենք չունեցանք այն թրիչկային գոտիներ, որտեղ այդ վերցրած գումարը արդյունք տար։ Եվ ստեղ երբ ասվում է, որ ազատ տնտեսության գոտի, իսեր ասում, ինչ է մեզ խանգարում, ամբողջ Հայաստանը սարքել ազատ տնտեսական գոտի, այսինքն ամբողջ Հայաստանը սարքել շատ պոզիտիվ տնտեսական գործունեության համար միջավայր, առավել ևս, ես հիմա ձեզ մի բան ասեմ, որի համար մենք բոլորս պետք է ամաչենք։ Չինաստանում ապրում է 1 միլիարդից մինչև 1.5 միլիարդ մարդ։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր 70-ական թվականներին երբ Դեն Սյաոպինը սկսեց Չինաստանի թռիչքը առաջի քայլը ինքը սկսեց օգտագործել չինական բանը սփյուռքը որը 50 միլիոնից տարբեր հաշվարկներով այսինքն խնդիրը կայանում է նրանում որ չնչին տոկոս կազմող սփյուռքով ինքը մի մեծ ահռելի Չինաստան թռիչքը սկսեց մենք ունենալով եռապատիկ տարբեր հաշվարկներով քառապատիկ սփյուռ մենք շատ հանգիստ եթե ամբողջ Հայաստանը սարքենք ազատ տնտեսական գոտի մենք արդեն թռիչք չենք անի մենք սարսափելի բան կարող ենք անել այսինքն մենք մեծ պոտենցիալ ունեցող կինետիկական 0 էներգիայով պետություն ենք դա շատ վտանգավոր է սա մեծ ապտակ է մեզ երկրորդ հանգամանքը երբ դու ասում եք որ մեզ մոտ ռեկորդային բյուջե է մեզ մոտ ռեկորդային բյուջե չի եթե դուք բաժանեք այդ բյուջեն մեջը հաշվի կառնենք եւ գնաճը եւ փոխարժեքը կստացվի որ մեր բյուջեն նվազում է եւ մեր հնան էլ նվազում է Հետևաբար մենք այս էլի գիտեք այդ թվերի գլորեցումը դա դրա համար եմ ասում մեզ մոտ զարգացում չկա եւ վերջում ձեր հարցին պատասխանելով ուրեմն տեսեք մեզ մոտ ինչ հետաքրքիր վիճակ է ստեղծվում մենք վերցրել ենք բազմաթիվ վարկեր լինի դա միջազգային արժութային հիմնադրամը լինի դա համաշխարհային բանկը EBRD-ին եւ այլն ես դեռ չեմ տեսել թեկուզ մասնագիտական շրջանակներում տարածված մի կուլտուրա, որտեղ հաշվետվություն, վերցրած վարկի, ծախսված ուղղությունների, դրանց արդյունավետության եւ այլն։ Այս պարագայում ես կարծում եմ ոչ միայն միլիարդներ չպետք է վերցնել, մի սենտ էլ չի կարելի վերցնել, որտեղ եթե քո դույլը ծակոտ է, կապ չունի դու ինչքան փող ես վերցնելու, արդյունքը լինի ցամաք դույլ։ Այ իսկ այն, որ մենք չունենք այդ կուլտուրան, ցույց է տալիս կամ մատնանշում է ինձ, որ դույլը ծակոտ է։ Թե հիմա ինչն են պատճառը ծակոտի, թող իրավապահ մարմինները ուրիշները նայեն։ Ծակոտը նաև քաղաքականության մշակման առումով, այսինքն Իհարկե, տեսեք,
Ես ես մի բան ասեմ, մեզ մոտ Լինսի հիմնադրամը ճանապարհեր էր անում։ Հիմա մեկն ու մեկը տեղյակ է, թե այդ ճանապարհները, որ արվել են այդ թվում եւ Բաղրամյան փողոցը, որ անցնում է նախագահական նստավայրով, խորհրդական նստավայրով, այսինքն իրանք աչքերով են տեսնում, այստեղ պետք չի հատուկ մասնագետ ուղարկել։ Հիմա հարց, 2 տարուց հետո սկսեցին նորոգել տարբեր տեղեր Բաղրամյանը։ Ոչ ոք չի կարող ասի, Լինսի հիմնադրամով նախատեսված էր այդ ահռելի գումարը ծախսել ճանապարհաշինության, որ 2 տարուց կամ 3 տարուց հետո վերանորոգել։ Ես կասկած ունեմ, որ անգամ ծակոտ են նախագահական նստավայրի դեմ այդ նույն ծախսվող գումարները։ Սա շատ վտանգավոր երևույթ է։ Իսկ պատկերացնում եք այլ տարածքներում, մարզերում եւ այլն, այնտեղ ես պատկերացնում եմ այդ անցքերի տրամագիծը, որտեղ չի Շնորհակալություն։ Մենք հնարավորություն ունենք հարցեր։ Այո, մեկ վերջին հարցը հիմա պարոն Մանասարյանը կմեկնաբանի, որքանով արդյունավետ են օգտագործվում արտաքին պարտքի դրսից բերված գումարները եւ ընդհանրապես արդյոք արտաքին պարտքը վտանգավոր շե լինել։ Ես ուզում եմ ասել, որ 3-4 տարի առաջ փորձ արվեց արտաքին պարտքի վերահսկողության վերաբերյալ օրինագիծ ներկայացնել ազգային ժողովին եւ դա մերժվեց։ Շատ կարեւոր է մոնիտորինգը եւ իմ պատգամավոր եղած ժամանակ 5 հարցում եմ ուղղել կառավարությանը 0 պատասխան։ Այդ ուղղությունների վերաբերյալ տեղեկ ենք ստանալու թե եւ արդյունավետության չկա։ Ես կարծում եմ, որ ինչքան էլ մենք ասենք մեծ է պարտքը եւ այլն, կարևորը պարտքի մեծությունը չի, պարտքի նպատակայնությունն է եւ արդյունավետությունը, որ դասում։ Ես կարծում եմ, որ իմ գոլեգաները բավական կայացած լուրջ մարդիկ են, կարող են ուղղել, եթե սխալվում եմ, Հայաստանի Հանրապետությունը այդ 4-4.5 միլիարդը բնավ սահման չի մեզ համար, պատրաստ է կլանել դրանից առնվազն քառապատիկ շատ, ճիշտ եմ թե չէ, սիրելի գոլեգաներ, եթե ճիշտ օգտագործվի, նույն մետալուրգիա, վերամշակող ճյուղեր եւ այլ, 60%-ը սահմանային է, էլի։ Չէ, ես դա նկատի չունեմ, ես նկատի ունեմ մենք քառապատիկ շատ կարող ենք վերցնել եւ ճիշտ օգտագործել։ Նայած որտեղ ենք ներդնում։ Սա ուրիշ հարց է, բայց մեր տնտեսությունը ունի այդ պահանջարկը, ունի տեղեր, որտեղ կարող են գնալ եւ վերամշակող ճյուղերի մասին որ ասվեց եւ այլ։ Բայց սրանից այն կողմ մենք պետք է տեսնենք, որ 60%-ը, որի մասին խոսում են միջազգային կառույցները, որը նշաձողն է, դա իրենց մտահոգությունն է արժույթի միջազգային հիմնադրամի, որպեսզի վերադարձելի լինի։ Սակայն մեզ հայտնի է նաև, որ կան այլ մոտեցումներ։ Նույն Սերգեյ Գլազևի աղյուսակի համաձայն կան նաև ներքին պարտքի սահմանային մեծություն եւ արտաքին պարտքի, որոնք 25-25-ից 30% առավելագույն է։ Ինչու տրամաբանություն էստեղ կա, որտեղ պետություններ կան, որոնք ֆինանսական դեֆոլտ ունեցան ներքին պարտքի պատճառով, ոչ թե արտաքին պարտքի պատճառով։ Ռուսաստանը չմոռանք 98 թվական, ասիական ճգնաժամ եւ այլն։ Այսինքն մենք տեղ չենք թողնում, եթե 60% ենք ասում արտաքին պարտք գնալ, տեղ չենք թողնում ներքին պարտքի համար։ Հիմա ես ուրիշ թիվ ասեմ։ Հայաստանի Հանրապետությունում համախառն ներքին արդյունքից ավելի շատ գումար կա ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցներ։ Դրանք եւ խնայողություններն են եւ տրանսֆերտները ես մի քիչ այս հարցում շատ համամիտ չեմ այդ բաների հետ։ Ինչու, որովհետեւ տրանսֆերտները նպատակ ունեն ծախսման։ Այդ նույն հեղինակը որ ասում է հարկենք հիմա էլ ստերիլիզացնենք եւ այլն, ես կուզենայի մեր մեջ լինել մի հատ գոնե գոլեգաների մոտ բացատրել այդ ստերիլիզացիայի արդյունքները շատ ցավալի են եղել շատ երկրներում։ Այն բանի են բերել, որ Արգենտինա մինչև հիմա ուշքի չի գալիս շատ դեպքում։ Թուրքիան է հիմա ուզում դա անի։ Շատ վնասարար բան է, որովհետև շատ գալիս են գումարներ Եվրոպայից, Թուրքիից, եւ այդ դրա դեմը ինչ որ ձև ուզում են առնել։ Դա դնենք մի կողմ, բայց մենք կարող ենք մոբիլիզացնել այդ ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները պետական բոնդերի միջոցով, պետական նպատակային փոխառություններ, այսինքն ծրագրային բնույթ դրանք կրեն։ Եվ մենք ավելի քիչ փող առնենք դրսից, ինչու տարբերությունը այստեղ շատ մեծ է։ Երբ մենք ներքին փոխառություններ ենք ուրեմն նախընտրում, այստեղ պայմանները ինքներս ենք որոշում։ Դրսից մեզ թելադրում են այդ պայմանները։
ավելի նախապայմաններ են դրվում, ինչպես օգտագործել։ Եվ մենք այդ վտանգավոր շեմը ոչ այնքան 60%-ով պիտի չափենք, որքան, ինչպես ասեցի, արդյունավետությամբ եւ նաեւ ուղղորդվածությամբ, հա։ Ես կարծում եմ, որ մենք ունենք բավական մեծ պոտենցիալ եւ Սփյուռքի մասին ասվեց, ես մի փոքր այս հարցում պարոն Մեսրոպյանի հետ չեմ ուզում համաձայնվել ինչի համար, ազատ տնտեսական գոտիների մասին գիտեք, ես շատ առիթներ ունեցել եմ ասելու, բայց ռեալիստորեն չեմ ուզում Հայաստանին այդպիսի բան տեսնենք առաջարկի առումով, որտեղ չի ընդունվելու։ Ռեալիստն ենք, իմ առաջարկը միշտ որ ազատ գոտիների մասին խոսվել է, 1, 2, 3 գյուղեր ցույց տալու համար դրանց արդյունավետությունը մոդելի։ Եվ այն գյուղերի, որոնք իրենք հարկատու չեն, եւ միշտ այդ խոսքը լինելու է, ձեզ էլ են հարցնելու, բա մենք հարկերը ո՞նց հավաքենք, եւ ես համաձայն եմ։ Բյուջեն որտեղից է հարկերն, բայց եթե այն գյուղերն են ներգրավելու, որոնք հարկատու չեն եւ ընդհակառակը սուբսիդիաներ են ստանում բյուջեից, սա արդարացված տեսակետ է։ Հետո մենք ի վերջո կարող ենք դա շտկել, եթե ինչ-ինչ բաներ։ Շատ լավ խոսք կտանք մեր գործընկերներին, որոնք երկար սպասեցին։ Ես խնդրում եմ ուղղակի հարց տալուց առաջ ներկայանաք Արտուր։ Գործակալություն։ Պարոն Մեսրոպյան, երկու հարց դե գալի է։ Ընտրություններից ոչ առաջ, ոչ ժամանակին, ոչ էլ հետո տարադրամի կուրսը չփոխվեց։ Այսինքն դա ոնց կմեկնաբանեք եւ երկրորդ հարցը այդ արտադրողներով, ասենք օլիգարխիկ տնտեսության ունենալով կառավարությունը առաջ է տանում այդ ազատ տնտեսական գործու ստեղծումը մասի վրա, բարձր տեխնոլոգիայի զարգացում։ Հատկապես այդ գաղափարին դուք այդ ծրագրին ինչպես կանդրադառնաք։ Ուրեմն ինչու արտարժույթի փոխարժեքը միջազգային օրենքում արտարժույթ է գրած, ոչ թե տարագրամ, դա հին օրենքում էր։ Արտարժույթի փոխարժեքը գրեթե չի փոխվել շատ պարզ պատճառով, ընդ որում գազի գինն էլ չի բարձրացել, եթե դուք ուշադիր լինեք մինչև ընտրություններ, չէ, մինչև ընտրությունները դուք չգիտեիք, հիմա էլ չգիտեք գազի գինի բարձրացման։ Այսինքն բոլոր բանը վատ ինֆորմացիան արխիվում են, մի անհանգստացեք։ Հիմա դուք լսում եք խաղաղ, խանդարտ, հանգիստ, ապահով ինֆորմացիա։ Ինչ վերաբերում է այդ Մարսի հետ կապված, հա, ուրեմն գիտեք ինչ, ազատ տնտեսական գոտին, եթե մենք ուզում ենք ստեղծենք, ազատ տնտեսական գոտինն էլ է ռազմավարության ածանցյալ, հա, եթե պարզվի, որ մենք ուզում ենք, ասենք թե կանեփ եւ կակաչ մեծ տեսակարար ունենալ, տեսակարար կշիռ ունենալ տնտեսության մեջ, ուրեմն այդ ծրագիրը պետք չի։ Եթե մենք ուզում ենք տեխնոլոգիական զարգացման, ուրեմն այդ ծրագիրը պետք է։ Գիտեք ինչ, ես մեկ պրոբլեմ եմ տեսնում, քանի որ ռազմավարությունը չկա, ցանկացած քայլ կարելի է եւ այսպես մեկնաբանել, եւ հակառակ ձևով մեկնաբանել։ Ինչու, որտեղ ես չեմ կարող ինչ որ մի նշաձողի հետ համեմատել։ Դրա համար ես չգիտեմ։ Հիմա եթե վաղը մենք անում ենք միած ծրագիր, փայլուն ծրագիր այդ 3 գյուղով, հա, ոնց ստեղծվեց, իսկ բարձվի մեզ մոտ միայն պետք է հանքարդյունաբերություն լինի, ուրեմն մեզ մոտ գյուղատնտեսություն շուտով չի լինի, կլինի մի մեծ հանք, մի մեծ փոս, հետևաբար այդ պիլոտային ծրագիրն էլ պետք չի։ Կրկնում եմ, մինչև մենք չիմանա կառավարման օրենքն է, դու պետք է նպատակից գաս այսօր, այլ ոչ թե այսօրվանից շարժվենք ու տեսնենք ուր ենք ընկնելու, նման պետություն, նման ձևով պետություն չեն կառավարում։ Այսինքն այդ կառավարության ծրագիրը ռազմավարական չի, հա։ Որը։ Դե ազատ տնտեսական գործու ստեղծման մասին ծրագիրը։ Գիտեք ինչ, ես վաղուց եմ նկատել, վերացական ասեմ, ցանկացած բառերի շարան չի նշանակում տեխնացիական թեզ, չի նշանակում բանը ռազմավարություն, չի նշանակում սիրո բացատրություն։ Կա ամեն մեկին պահանջ։ Ծրագիրը պարտադիր պետքա բաժանված լինի եռամսյակերի։ Եռամսյակներում պետքա լինեն ցուցիչներ, որպես մենք իմանանք, մենք գնում ենք այդ ճանապարհով, թե չէ։ Հնարավոր ընդունելի շեղումներ է ցուցիչներից, պատասխանատուներ, պատասխանատվության չափը եւ այլն։ Երբ այդ ամեն ինչը չկա, դա լավագույն դեպքում լավ թամադայի տոստերի ասենց շտեմարանա, որ ինքը կարա բացի ասի մենք ուզում ենք այսպիսի Հայաստան, տեսա։
Շատ լավ այլ հարցեր։ Բոլոր փորձագետներին մի հարց կուզեմ տալ։ Ես Arminius հեռուստաընկերությունից եմ։ Արդեն 5-րդ օրն անընդմեջ միջազգային շուկաներում պղնձի գինը անընդհատ նվազում է։ Եվ հաշվի առնելով, որ մեր ոսկու գինն է, եւ հաշվի առնելով, որ մեր արտահանման մեջ պղինձը մեծ տեսակարարքշիռ է կազմում, բոլոր փորձագետներին խնդրեի պատասխանել, թե ինչ ակնկալիքներ ունեն, ինչպես դա կանդրադառնա մեր տնտեսության վրա, առայժմ ասենք, եւ հետագայում գների նվազում սպասվում է, թե ոչ։ Եթե թույլ տաք, ես արագ պատասխանեմ, այդ պատասխանը ունի եւ հումորային մաս, եւ լուրջ մաս։ Հումորայինը այն է, որ քանի որ Հայաստանում քաղաքական անորոշություն է, եւ Հայաստանը շատ է արտահանում որոշ չափով այդ հումքերը, դրա համար այդ անորոշությունը ազդեց միջազգային շուկաներում եւ այնտեղ անկումներ ա։ Հեսա մի քանի օրից մեզ մոտ հարցը կլուծվի ու ամեն ինչ շուկայական գները կվերականգնվի։ Ռազմավարություն չունենք։ Հիմա իրական պատասխանատվությունը։ Այ տեսեք, մենք ինչ էինք բոլորս ասում ստեղ, որ այդ հումքային ուղղվածությունը ինչով է վատ, ոտով ձեռով կապված է դրսի հետ։ Դրսի խաղերի եւ այլն մենք չենք կարող մարսել մեր ներքին խաղերը տարբեր։ Հիմա պետք է ընկնենք դրսի խաղերի, տնտեսական խաղերի։ Պարզ է, որ եթե գիտեք ինչ, այսպես տնտեսության մեջ այսպես բառակապակցություն կա, product первого передела, հա? Այ հումքը երբ դու հողից հանում ես, վաճառում ես, այդ ամենացածրորակ աֆրիկյան պետությանը բնորոշ մոտեցումն է տնտեսական, product первого передела, դու միշտ կախված ես արտաքին շուկայի հետ, ոտով ձեռով կախված ես, չեմ ասում բնապահպանական հարցերի, հետևապես բնական է, որ հենց որ մեզ մոտ այդ ճգնաժամի ժամանակ հիշում եք, չէ, որ մեզ մոտ եւ Քաջարյան եւ Կապան բոլորը ունեցան պրոբլեմ, որտեղ այն ժամանակ ընկավ արժեքները այդ հումքի։ Չինաստանը ինչ արեց, սկսեց միանգամից այդ ցածր գնով այդ հումքը առնել, ինչ որ չափով շուկային նպաստեց եւ խնդիրել իր պաշարների հարցը լուծեց։ Իսկ մենք միշտ կախված ենք լինելու շուկայից։ Ստեղ խնդիր լուծում չունի։ Մենք պետքա գնանք, բարձրացնենք այդ տեխնոլոգիական շեմը։ Հակառակ դեպքում մենք կունենանք միշտ կախվածություն։ Ինչ է կարծում, ինչ ազդեցություն կունենա, ռեալ ինչ ազդեցություն։ Շատ վատ բնական է։ Ախր նվազել պղնձի։ Չէ, եկեք այդպես չնայենք, մի քիչ պարզունակ ենք նայում, մոռանում ենք, որ future-ներ կան, forward-ներ կան, կոնտրակտներ կան, որոնք տարվա համար են, այսինքն այս տատանումը կարող է արդեն վաղ օրինակ բարձրանա։ Այդպես շտապ բան չանենք, բայց շատ կարևոր մի հարց է բարձրացնում պարոն Մեսրոպյանը, բնականաբար այդ կախվածությունն է, որ մեզ ծանր վիճակի առաջ է դնում եւ բնականաբար մենք դիվերսիֆիկացիայի մասին ավելի շատ այդ կենացները ասում ենք, քան անում ենք եւ մի փայլուն օրինակ, որ սրանից 10 տարի առաջ Հայաստանի տնտեսությունը 8 տարի առաջ նույնիսկ կախվածությունը մեծ էր, արտահանման կախվածությունը ոսկերչական իրերից, ադամանդագործությունից եւ այդ ոգևորությունը, այդ էյֆորիան, երբ որ ես ասում եի շատ մի ուրախացեք, դա կարող է հակառակ էֆեկտ ունենա, դա ստացավ, երբ որ Ռուսաստանի քվոտան վերացավ, միանգամից իջանք ավազների վրա։ Այսինքն այդ դիվերսիֆիկացիայի միջոցով նաեւ պետք է փորձենք լուծել։ Այս տատանումները ես շատ ճիշտ ասած հորետես չեմ, բայց դա մեր փրկությունը չի։ Մենք այս ընթացքում մեր շանսը պիտի օգտագործենք մրցունակությունը բարձրացնելու եւ ես ուղղակի կարող եմ ավելացնել, որ ուղղակի ռեպլիկ, ադամանդագործության վրա նաեւ մեծ հարված եղավ, որ դոլարի փոխարժեքը 595-ից կտրուկ իջավ 305-310։ Նաեւ արտահանումների համար մյուս է։ Ես ասեմ ձեզ, որ մենք ունեցել ենք դեպք եւ թվով մոտարապես ես հիշում եմ, որ $3000 սահմաններում համարյա զրոյական վիճակ էր ապահովում ընկերությունը։ Մենք գնի մեջ դեռ բավականին ընկնելու տեղ ունենք։ Կարծում եմ, որ այդքան շատ չի ընկնի, ուղղակի շահութաբերությունը կնվազի ընկերության եւ արտանման ծավալները որոշակի կնվազեն։ Եվ ասենք թե բայց աշխատողների, աշխատավարձի, ասենք թե տեսանկյունից ես կարծում եմ, որ մեծ փոփոխություն չեն զգա նրանք, որովհետեւ դեռ այդքան չի հասցեն ընկնել։ Ինքը բավականին դեռ տեղ ունի մարժան բարձր շահութաբերության։ Եվ այստեղ նաև ասենք հարկերի, ասենք թե պահով մի փոքր կնվազի։ Իհարկե դա տնտեսության վրա կազդի, բնականաբար կազդի։ Բայց կարծում եմ, որ դա այդպես մոնոտոն ձևով չի շարունակի անդադար ընկնել, որտեղ ինքը որպես ռազմավարական տեսանկյունից կարևոր հումքի տեսակ աշխարհում ինքը իր դիրքը ունենալու է։ Շարունակելու է պահպանել։
Շատ լավ, այլ հարցեր սիրելի գործընկերներ։ Ռոզդազար դեպի առաջ տեղ այլ որպես խոշորագույն։ Ես որ գնել տուղենցի բանալանը միշտ։ Շնորհակալություն։ Ես եթե կարելի է ես ես շնորհակալություն հայտնեմ չէ վերջի հարցի ուղղակի մենք շատ հարցեր բաց մնացին շատ հետաքրքիր կարծում եմ քննարկում էր եւ մեր գործընկերների համար եւ նրանք ովքեր հետևում էին մեզ եթերով եւ ուղղակի այսպեսի մի ցանկություն ուզում եմ արտահայտել միջև գայանեն եզրափակի կարծում եմ որ այդ բաց հարցերի հետ կապված մենք կարող ենք կրկին հանդիպել Եվ կարծում եմ, որ այս ձեր կարծիքները պետք է անընդհատ հնչեցվի եւ այսպիսով էլ կապ ինտերակտիվ գուցե այդ կապը լինի կամ միակողմանի, չգիտեմ, հանրության վրա, գիտեք ինչ երեք մենք քննարկում ունեցանք եւ երիտասարդ ակտիվիստներից մեկը ասեց, որ հաջորդ ընտրությունները սկսվում են արդեն այսօր։ Մենք կարծում ենք, որ մենք պետք է աշխատենք հանրությանը մատչելի դարձնենք այս խնդիրները եւ այդ խնդիրների լուծումները եւ ոչ միայն հանրությանը այլ եւ ասենք establishment-ի Սա երկխոսության ձև է, որը որ պետք է գործի եւ նոր ես ասում եի նաեւ ուղղորդել եւ սատարել եւ այդ դերակատարումը, որ կարողանա միշտ երկրի ղեկավարը ունենալ ձեռքերով։ Հետևողականությունը մոդել է, հետևողականությունը ամենօրյա լինի եւ այո, եւ այդ իմաստով մենք շատ